Ողջույն սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք մեկնաբանել մեր ժողովրդի հարուստ բանահյուսությունը, մեր առածները եւ ասացվածքները։ Մեր ժողովրդի բանավոր խոսքի մեջ բազմաթիվ առածներ կան, որոնք նվիրված են ժամանակի ճիշտ ընկալմանը, ժամանակը հասկանալու եւ տնօրինելու այս կարևորագույն խորհրդին։ Ինչպես օրինակ ամեն բանն իր ժամանակն ունի, կամ ժամանակ կա լռելը արծաթ է, խոսելը ոսկի, ժամանակ կա խոսելը արծաթ է, լռելը ոսկի, կամ կա քարեր նետելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը։ Այս պարզ եւ իմաստուն խոսքերը մտել են մեր կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ եւ հաճախ մենք չենք անդրադառնում, թե որտեղից են ծագել մեր առածները։ Եվ ինչպես նախորդիվ տեսանք, որ մեր խոսքի բազմաթիվ իմաստությունները վերցրած են անմիջապես իմաստության աղբյուրից, Սուրբ Գրքից։ Եվ ժամանակի վերաբերյալ մեր առածները եւս բխում են Աստվածաշնչի կարևորագույն էջերից մեկից, Ժողովող գրքի 3-րդ գլխից։ Եկեք միասնաբար ընթերցենք ժամանակին վերաբերող Սողոմոնի իմաստունի այս կարևոր խոսքերը։ Ամեն բանի ժամանակ կա, եւ երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը։ Ծնվելու ժամանակը եւ մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը եւ տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը եւ բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը եւ կառուցելու ժամանակը, լալու ժամանակը եւ ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը եւ ապարելու ժամանակը, քարեր նետելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը եւ գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը եւ կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը եւ դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը եւ կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը եւ խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը եւ ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը եւ խաղաղության ժամանակը։ Այս գեղեցիկ պատկերների մեջ մենք տեսնում ենք, թե ինչպես է Սողոմոն իմաստունը բնութագրում մեր կյանքի գրեթե բոլոր հանգրվանները, գրեթե բոլոր պահերը։ Եվ իսկապես ամեն ինչին Աստծո ծրագրի մեջ կա իր ճիշտ ժամանակը։ Կա ժամանակը ուրախության, տխրության, ցավի եւ բժշկության, եւ ինչպես ժողովողն է ասում, կա ժամանակը քարեր նետելու եւ կա ժամանակը քարերը հավաքելու։ Եվ հենց այս խոսքի վրա մենք այսօր մի փոքր պիտի կանգ առնենք, որովհետև քարեր նետելու ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը շատ տարբեր մեկնաբանությունների մեջ տարբեր արձագանքներ ունի։ Բան այն է, որ այն միջավայրում, որտեղ որ գրվել էր Աստվածաշունչը, այսինքն հին Իսրայելում, քանի որ կլիման բավականին չոր էր եւ հողը քարքարոտ էր, քարեր հավաքելու ժամանակը եղել է այն բարեբեր ժամանակ, երբ որ մարդիկ կերտում էին իրենց նստակյաց կենցաղը եւ երբ որ մարդիկ պիտի իրենց դաշտը մշակեին, վարության կանեին, այդ քարերը պիտի հավաքվեր հողից, այդ քարերը օգտագործում էին կառուցման ժամանակ, իսկ հողը բնականաբար մշակում էին։ Սակայն երբ որ գալիս էր պատերազմական ժամանակ, այդ դրվագներում մենք տեսնում ենք, որ թե երբ որ ուրիշ ազգերին գրավում էին այն ժամանակ, այդ մշակված դաշտերը քարերով էին լցվում, որպեսզի վնաս պատճառեին, բայց այստեղ եւս մի կարևոր նրբություն կա, այն որ երբ որ մարդիկ պատրաստվում էին պատերազմի կամ պատերազմի ընթացքում, երբ որ նահանջ էին պատրաստվում, իրենց սեփական հողերը քարերով էին լցնում, այսինքն նետելու ժամանակներ, որպեսզի թշնամին չօգտագործի իրենց վարուցանքի տարածքները եւ մշակվող հողերը, այն մտքով, որ երբ որ իրենք կվերադառնան իրենց ազատագրված դաշտերը, հողերը, իրենք կհավաքեն այդ քարերը եւ նորից կկառուցեն։ Եվ այդ իմաստով Սողոմոն թագավորը շատ լավ հասկանալով այդ կյանքի վայրեվերումները ասում էր, որ այո, կան ժամանակներ մեր կյանքում, որոնք դժվարություն են ենթադրում։ Մենք չենք կարող խուսափել այդ ժամանակներից, բայց մենք պիտի հասկանանք այդ ժամանակները։ Եվ ժամանակները հասկանալու մասով մեր Տերը եւս նույնիսկ խստորեն կշտամբում էր ժողովրդի առաջնորդներին, ասելով, որ դուք կարողանում եք երկնքի գույնից նույնիսկ եղանակը հասկանալ, այսինքն երկինքը կարդալ, բայց ինչպես չեք հասկանում այս ժամանակները, որովհետև
ժամանակը հասկանալու մեջ է, որ մարդը կարողանում է Աստծո ծրագիրը ոչ միայն ըմբռնել, այլ նաև այդ ծրագրի մեջ լինել մասնակից։ Եվ մարդու իմաստությունը հենց այն է, երբ որ նա հասկանում է, թե երբ նա պիտի ավելի պատրաստական լինի մարտի դժվարության եւ դա արժանապատվությամբ անցնի, եւ երբ այն բարեբեր ժամանակ է, երբ որ նա պիտի իսկապես հավաքի իր կյանքի դժվարությունները եւ քարերը եւ կարողանա կերտել իր բարոր ընթացքը։ Տերը մեզ չի ասում, որ մեր կյանքը կարող է անցնել առանց դժվարությունների։ Եվ Քրիստոսի օրինակից մենք տեսնում ենք, որ իր կյանքը լեցուն էր տարբեր տեսակ հանգամանքներով, դժվարություններով, սակայն վերջը Աստծո ծրագիրն էր, որ ավելի կարևոր էր, քան Քրիստոսի անձնական կյանքի հաջողությունները։ Եվ մեր թե ազգային, թե մեր անձնական կյանքում եւս կան բազմաթիվ հարցեր, որոնք չունեն հստակ պատասխաններ։ Եվ երբ որ մենք առնչվում ենք դժվարության հետ, որը գալիս է մեր կյանք աննկատ կերպով, անցանկալի, անսպասելի կյանքով, մենք պիտի նախ եւ առաջ կարողանանք ճանաչել ժամանակը։ Ինչի ժամանակն է, քարերը հավաքելու ժամանակը, թե քարերը նետելու ժամանակը, սիրելու ժամանակը կամ ատելու, ինչպես ասում էր Սողոմոնը։ Եվ երբ որ դու չես հասկանում ժամանակը եւ այն պահն է քո կյանքի, երբ որ դու պիտի հնարավորինս ավելի մարտունակ լինես, ավելի կենտրոնացած լինես պայքարի վրա, դու չես կարող ուղղակիորեն վայելել բարի կեցությունը։ Եվ հակառակը, երբ որ Աստված տալիս է քեզ խաղաղ ընթացք, խաղաղ օրեր եւ դու դա չես գնահատում եւ գոհություն չես հայտնում, այդ ժամանակ եւս այդ օրերը, այդ ժամանակները կորում են։ Եվ թե խաղաղությունը, թե պատերազմը, թե քարեր հավաքելը, թե նետելը մարդու կյանքի համապատկեր են, մենք չենք կարող դա դուրս հանել մեր կյանքից։ Երբ որ բացում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ Աստվածաշունչում նկարագրված են եւ դժվարին պահեր, բազմաթիվ մարտեր, պատերազմներ, արյունահեղություններ եւ բազմաթիվ օրհնյալ, խաղաղ, երջանկության օրեր։ Սուրբ գրքի մեկնաբանները ասում են, որ Աստվածաշնչի 5 կտակարանում 2 գիրք կա, որոնք կարծես թե մարդկային կյանքի այդ ամբողջ բևեռացումն են ցույց տալիս։ Հոբի գիրքը, երբ որ ցույց է տալիս մարդու տառապանքի խորությունը, այդ անկումների ցավը, եւ երկոց գիրքը, որը ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ այն սերը, որ Աստված մարդուն պարգևում է։ Եվ մեր կյանքը, ինչպես Աստվածաշունչը, այդ Հոբի գրքի տառապանքից մինչև երկոցի այդ սիրո լիությունը ամբողջական է դառնում։ Սակայն ինչպես մենք պիտի հասկանանք մեր ժամանակը եւ ինչպես պիտի դա օգտագործենք։ Սուրբ Գիրքը եւս տալիս է մեզ որոշակի բանալիներ եւ դրա գլխավոր բանալին Աստծո հետ փոխհարաբերությունն է եւ Աստծո ծրագրի ճիշտ ըմբռնումը, որովհետեւ Աստված այլ ձև է նայում մեզ։ Եսային մարգարեն ասում է, որ իմ մտքերը ձեր մտքերը չեն եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն եւ ինչքանով բարձր է երկինքը երկրից, այնքանով բարձր են իմ մտքերը ձեր մտքերից։ Եվ այդ իմաստով անշուշտ մենք պիտի հասկանանք, որ Աստծո ծրագիրը չի սահմանափակվում մեր բարի կեցությամբ։ Աստծո ծրագիրը մեզ տանում է վեր դեպի կատարելագործում, դեպի մեր տեսակի ավելի լավ, ավելի բարձր այդ խորհրդավոր բարձունքը սիրելիներս։ Եվ Պողոս առաքյալը, երբ որ ինքը իր փորձով անցել էր բազմաթիվ դժվարություններ, դժբախտություններ, բանտարկություններ, տառապանքներ եւ այլն, իր ուղերձում հռոմեացիներին ասում է, որ ամեն ինչ բարիքի համար է ծառայում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա ծրագրի համաձայն։ Ինչ էլ լինի, ինչպիսի վայրիվերում չլինի մարդու կյանքում, վերջը եթե մարդը ապրում է կյանքը Աստծո հետ սերտ փոխհարաբերությամբ եւ ցանկանում է մասնակցել Աստծո ծրագրին, վերջը ամեն ինչ ծառայում է բարիքի համար։ Եվ այդ բարիքն է, որը դառնում է վերջնանպատակը, եւ այդ բարիքն է, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Եվ կա ժամանակը,
գտնելու մեր մեջ ուժ պայքարի համար։ Կա ժամանակը, որպեսզի մենք անցնենք նաև ցավի փորձառությունը, որպեսզի գնահատենք այն երջանկություն եւ այն օրհնությունները, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Ուստի մեր ժողովուրդը դա հասկացել է։ Մեր ժողովրդի ամբողջ պատմությունը լեցուն էր տարբեր տեսակի դժվարություններով, տարբեր տեսակի ցավի փորձառությամբ, սակայն հասկացել են, որ կա նաև դրա ժամանակը եւ դրանից դուրս գալու ժամանակը, ինչպես մեր Տերը մտավ մարդու կյանքի այդ տառապանքի խտացման մեջ, խաչի վրա կրեց ամբողջ մարդկության ցավը, սակայն պարգևեց մարդկանց հարության ուրախությունը։ Այդ նույն սկզբունքով եւ տրամաբանությամբ Աստված մեզ այսօր կանչում է չվախենալու ոչ մի բանից եւ Քրիստոսի օրինակով մասնակցելու Աստծո ծրագրին, որի ճիշտ ժամանակը հասկանալու իմաստությունը մենք պիտի գտնենք։ Մեր ժողովուրդը հասկացել է եւ դրոշմել է դա բանահյուսության մեջ, ասելով, որ ամեն ինչի ժամանակը կա։ Եվ այսօր մեր ժամանակն է, որպեսզի մենք գտնենք մեր մեջ իմաստություն քայլելու Աստծո ճանապարհով եւ վայելելու այն օրհնությունները, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Ճանաչենք մեր լեզուն բացահայտելու համար մեր ինքնությունը։